Մեկը դեդ Խամենեին կողից բզեք, թող ոչ թե Էսյանինյան խփի, այլ առաջի հերթին խփի իր պետության համար մեկ թշնամուն, առաջին հերթին խփի, ոչնչացնի այն պետության ներուժը, ռազմական ներուժը, որը որ հանդիսանում է համար մեկ սպառնալիքը Իրանի տարածքային ամբողջականության։ Իսկ որն է այդ պետությունը? Ադրբեջանն է։ Իրանի համար Ամերիկան ու Իսրայելը հավերժ թշնամի չեն։ Այսօր կարան թշնամի ըլնեն, վաղը կարան դառնան բարեկամ, այսինքն ռեժիմը փոխվի, իշխանությունները փոխվեն, կարան դառնան բարեկամ, ոնց որ եղել են մինչև 1979 թիվը։ Իսկ Ադրբեջանի հետ Իրանը հավերժ թշնամի է, որովհետև հյուսիսային Իրանի այդ սաղ տարածքը 25, 30, 40 միլիոն տարբեր գնահատականների սաղ ադրբեջանցիներ են։ Այսինքն Ադրբեջանը որ հզորացավ, դի փորձի դա վերցնի։ Հետո Իրանը հզորացավ, դի փորձի դա հետ վերցնի։ Այսինքն այդ տարածքի համար իրանք անընդհատ դի պայքարեն իրար դեմ, այսինքն իրանք հավերժ թշնամիներ են։ Իսկ Իսրայելի ու Ամերիկայի հետ հավերժ թշնամի չեն, վաղը կարան բարեկամ դառնան, ոնց որ ժամանակին եղել են։ Դե համար ինչ պետք է անի Իրանը հիմա։ Մեկը թող բզի այդ Խամենեին, ասի ոչ թե Էսյանինյան խփի, այլ խփի քո համար մեկ թշնամուն, խփի Իրանի տարածքային ամբողջականության համար մեկ սպառնալիք հանդիսացող պետությանը, որը որ Ադրբեջանն է, խփի ոչնչացրի Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը, որովհետև հիմա Ադրբեջանը հանգիստ իր համար կլրվի, Ամերիկան ու Իսրայելը կխփեն Իրանին, կթուլացնեն Իրանին, ու հենց Իրանը թուլացավ, Ադրբեջանը կմտնի ու կվեկալի իրան հետաքրքրող տարածքներ ադրբեջանցիներով բնակեցված։ Դրա համար հիմա այս պահին պիտի առիթը բաց չթողնի Իրանը, խփի նաև ու ոչնչացնի ադրբեջանական ռազմական ողջ ներուժը, որ եթե ինքը թուլանա, գոնե Ադրբեջանը իր հետ հավասար թուլանա։ Այս սա է պետք մի հատ կողքից բզել, Խամենեին գլխի գցել, որ էսա ճիշտ է։ Ձեր համար, հենց ձեր համար։ Իսկ ինչ վերաբերում է ատոմային բոմբին, ես ուզում եմ, որ Իրանը ելնի հզոր պետություն, որտեղ Իրանը պարսիկները մեր համար բարեկամ պետություն են ու բարեկամ ժողովուրդ են։ Ես ուզում եմ, որ Իրանը ելնի հզոր։ Ես ուզում եմ, որ Իրանը ելնի ավելի հզոր, քան Թուրքիան ու Ադրբեջանը միասին վերցված, բայց ես չեմ ուզում, որ Իրանը ունենա ատոմային բոմբ, որովհետև որ Իրանը ունեցավ ատոմային բոմբ, արդեն կարող է օրերից մի օր Ռուսաստանի հետ համաձայնության կան ու այս տարածքը անցնի Իրանին, որովհետև այս տարածքն էլ չէ Իրանն էլ է համարում Իրանը, այս տարածքի վրա Իրանն էլ աչք ունի, չէ, իսկ որ դարավ ատոմային արդեն տերություն, միջուկային տերություն արդեն իր հետ ուրիշ ձև են հաշվի նստելու, արդեն կարող է գա ինչ-որ մի հատ պիրուտ Ռուսաստանի հետ բազարներ անեն, ինչ-որ մի բան ինքը տա, այս տարածքն էլ ռուսը իրան տա, ու մենք հայտնվում ենք Իրանի կազմի մեջ, պատկերացնում եք մեր վիճակը։ Դե համար հայերի շահերից է բխում, որ Իրանը ատոմային բոմբ չունենա, բայց միևնույն ժամանակ հայերի շահերից բխում է, որ Իրանը լինի հզոր, այո, հզոր Թուրքիայից ու Ադրբեջանից առավել հզոր։ Այդ դա մեր շահերից է բխում, բայց ատոմային բոմբ ունենալը մեր շահերից չի բխում։